Մեկ էլ ուզում է հարցնել Ամերիկայի հայերի մասին։ Այնտեղ հայերի մեջ համախմբում կա թե տենց Այո, ոչ չկա, ոչ չկա։ Մենք սենց ասեմ, պատկերացրեք 3 սպորտ զալի մեջ, ասենք մեր զալերի մեջ եմ ասում, KDMM-ի մեջ, մոտավորապես վաղկա շատ, վաղկա քիչ, ասենք, մոտավորապես 1000 աշակերտ, որից 97% հայ երեխեք են, հայեր։ Դա արդեն ցույց է տալիս ինչքան մեծ որ իրար կպած են, ասենք դպրոցից մի հատ հայ երեխա գալիս է պարապելու, մյուսը հետևից գալիս է, իրանք միշտ հայերը աշխատում են դպրոցում իրար հետ ընկերություն անեն երեխեքը, ու տենց մեծանում են, ասենք հայկական բիզնեսները, ավելի շատ հայկական բիզնեսների հետ են աշխատում, ոնց խառը։ Ես գիտեմ, որ Ամերիկայում այն ժամանակ կար Սևակ, Կարոն, իրանց խումբը էլի։ Հա, Կարոն, Բելատորի մեջ էր գրվում, հա։ Կարենը շատ կային, հա։ Ինչու իրանք տենց շուտ դուրս եկան պրոֆեսիոնալ սպորտից։ Ճիշտ որ ասեմ, դուրս չեն եկել Սևակն էլ, Կարենն էլ, բոլորն էլ հիմա սպորտի մեջ են, մարզիչներ են։ Մենք իրար հետ ենք, իրար հետ զալեր ունենք, 3 հատ զալ ունենք այնտեղ։ Լավ ապագա սպորտսմեններ ունենք, որ ինձ թվում է դրանք են լավ լինելու։ Ընդհանուր սաղ էլ սպորտի մեջ են ամեն մեկը ինչ-որ մի չափով, դե հիմա գիտեք ոնց ամեն մեկին չի հաջողվում աշխարհի չեմպիոն դառնալը, շատ ասենք խոչընդոտներ կա, շատ բաներ խանգարող լինում է, բայց դե իրանք ընդհանուր բոլորը սպորտի մեջ են հիմա։